Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլիա Սիրականյանն ընդունել է Կիպրոսի հաջողակ գործարար առաջնորդների ակումբի պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել գործարար առաքելությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական գործակցության խորացմանը, արտահանման խթանմանը եւ ներդրումային նոր հնարավորությունների ստեղծմանն առնչվող հարցեր։ Կարևորվել է Կիպրոսի դերը որպես հայկական ընկերությունների համար դեպի եվրոպական շուկա մուտք գործելու ռազմավարական հարթակ։ Պատվիրակության անդամների կողմից առանձնահատուկ ընդգծվել է Հայաստանի որպես տարածաշրջանային կարևոր հանգույցի դերը։ Քննարկվել են նաև հայկական արտադրողների համար Կիպրոսում հավաստագրման եւ արտադրանքի տեղայնացման հնարավորությունները, ինչը կարող է նպաստել տեղական ապրանքների միջազգային ճանաչելիության բարձրացմանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել տարբեր ոլորտների առաջատար կազմակերպությունների ղեկավարներ եւ միջազգային փորձագետներ, այդ թվում ռազմավարական խորհրդատվության, իրավաբանական եւ ֆինանսական ծառայությունների ոլորտներից։ Մայիսի 11-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության, կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության եւ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի համագործակցությամբ անցկացվել է 2026 թվականի ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին նվիրված հանդիպում։ Ճեպազրույցի ընթացքում ընդգծվել է COP17-ի կենտրոնական դերը Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջմղման գործում, ներառյալ դրա իրականացման հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայման միջոցով։ Քննարկումները նաև անդրադարձել են կենսաբազմազանության ֆինանսավորմանը, բնիկ ժողովուրդների եւ տեղական համայնքների բովանդակալից մասնակցության ապահովմանը, բնապահպանական գործընթացների միջև ավելի ամուր սիներգիաների խթանմանը, ինչպես նաև գործողություն հանուն բնության խորագրի ներքո Երևանում լայն եւ ներառական մասնակցության ապահովման գործնական կազմակերպչական հարցերին։ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ոլորտային համապատասխան մասնագետների եւ Կարճախբյուր բնակավայրի վարչական ղեկավար Տարոն Քոչարյանի ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց Կարճախբյուր բնակավայր, որտեղ շարունակվում են ընթանալ համայնքային նշանակության բարեկարգման եւ վերակառուցման աշխատանքները։ Ծրագրով նախատեսված է հիմնովին փոխել նախկին բազալտե պարիսպը, վերակառուցել տարածքում գտնվող հուշարձանը եւ երեսապատել պատվանդանը։ Բարեկարգման աշխատանքների շրջանակում շուրջ 450 քառակուսի մետր տարածքում հիմնվելու է սիզամարգ, դեկորատիվ թփերի տնկմամբ, ինչպես նաև ձևավորվելու են ծաղկանոցներ։ Եվս 200 քառակուսի մետր տարածքում իրականացվում է անցուղիների սալիկապատում։ Նախատեսվում է նաև բազալտե սալերով նոր մուտքի կառուցում։ Ծրագիրն իրականացվում է բացառապես համայնքային բյուջեի միջոցներով, որի ընդհանուր արժեքը կազմում է 65 միլիոն ՀՀ դրամ։